Տեղ համայնքի 7 սահմանապահ գյուղերը մեկը մյուսին մարտահրավեր են նետել, ցույց տալում, որ կյանքը սահմանին նոր շնչով է շարունակվում։ Նոյեմբերի 5-ին Կորնիձորում մեկնարկեց համայնքի առաջին աշնան 7 գույները տոնական միջոցառումը։ Այստեղ աշունը պարզապես եղանակ չէ, այն մեծ տոն է, ուր սահմանը մի պահ մոռացվում է եւ գյուղ է ներխուժում ուրախությունը, ազգային երգով, պարով եւ ավանդույթներով։ Կորնիձորում վաղուց նման ուրախություն չէր եղել տարիներ շարունակ լարված, մտահոգ ու անորոշ օրերից այսօր գյուղը կարծես նոր շունչ է առնում։ Բնակիչներն ասում են, այսպիսի միջոցառումները հույս են ներշնչում, որ խաղաղության երանգները վերջապես մտնում են գյուղ։ Եթե այսպիսի միջոցառումներ հաճախակի լինեն, իհարկե ժողովրդի տրամադրությունն էլ բարձր կլինի, ամեն ինչ էլ տեղի կլինի, լավ է։ Մեծերն էլ են ուրախանում, փոքրերը առավել շատ են ուրախանում, իհարկե շատ լավ միջոցառում է։ Իհարկե, կարևորը խաղաղություն լինի, ամենակարևորը, ուրեմն միշտ պատրաստ լինեն նման միջոցառումների մասնակցեք։ Աշխուժություն է տալիս, որ ամեն անգամ սենց բաները շատ լավ կլինի։ Համայնքի ղեկավարի խոսքով այս ակտիվությունը պետք է պահպանել ու դարձնել շարունակական, քանի որ այն ոգևորում է ոչ միայն բնակիչներին, այլ նաև զբոսաշրջիկներին, որոնք հետաքրքրված են տեղական ավանդույթներով եւ տոնական միջավայրով։ Այս միտքը հենց նախաձեռնությունը ծագել է, որպեսզի համայնքը միավորվեն, որպեսզի ոչ թե մասնակցեն միջոցառմանը, այս հենց միանան, մրցակցեն եւ միավորվեն իրար։ Սա բարօրության սիրո խանդավառության արդյունք է մեր համայնքի, մեր ժողովրդի համար։ Այս խաղաղության ներքո են այս մտքերը, գաղափարները առաջացել։ Մեր ժողովուրդը այս վերջերս մի ուրիշ հույս հավատ կորցրել էր, բայց հիմա այնպեսի քայլեր են անում, որ այդ հույս ու հավատը վերադառնա։ Ցանկանում են, որ համայնքը միշտ լինի խաղաղ։ Միջոցառման ողջ ընթացքում Կորնիձորի միջնակարգ դպրոցի աշակերտները էներգիայով եւ ուրախությամբ լցրեցին տոնական մթնոլորտը։ Այս մասնակցությունը ոգևորեց հյուրերին ու ցույց տվեց, որ ավանդույթներն ու մշակույթը կենթանի են եւ փոխանցվում են սերնդեսերունդ։ Դպրոցի տնօրեն Սոնա Մկրտչյանը նշում է, որ միջոցառման նախապատրաստությունը մի քանի օր փոխել է երեխաների սովորական առօրյան եւ լցրել նոր ոգևորվածությամբ ու ստեղծագործական եռանդով։ Այս միջոցառումը կարող եմ ասել, որ գյուղին կբերի մեծ աշխուժություն։ Այսպիսի ավանդական տոները մեզ ավելի են մոտեցնում մեր արմատներին, մեր ազգայինի, մեր արժեքներին եւ ուզում եմ, որ մեր երեխաները միշտ ամուր գահչած մնան մեր հող ու ջրին, գյուղական համայնքներից չարտագաղթեն, այսպես աշխուժ միջոցառումներ կազմակերպեն, որպեսզի մարդիկ իրենց օրը լցնեն եւ չմտածեն գյուղից հեռանալու մասին։ Առատ տոնական սեղանները զարդարված էին ավանդական անուշաբույր ուտեստներով, գյուղական բերք ու բարիքով, ինչպես նաև տնական քաղցրավենիքներով։ Տոնի գլխավոր ուտեստներ ավանդական ղափաման, իսկ դրանց կողքին իրենց բույրն էին տարածում ավելուկը, Սյունիքի բնորոշ տոլման եւ Կորնիձորի առանձնահատուկ ժինգյալով հացը։ Մեջիների մտը ես էի, տարիքովը, դրա համար ես ներկայացրեցի ղափաման, ոչ թե գրական, այլ մեր գյուղի բարբարով, բրղանիով։ Ղափաման պատրաստում են բրղանիով, մեջը լցնում են մեղր, բրինձ, չիրեղեն, անարատ կարակ եւ մեծ սեր մրցեղանի լիքը ճաշատեսակներ կա այսօրվա դրությամբ, բոլորը երևի մեկ հատ կներկայացնեն, ամեն մեկը իր պատրաստածը, խաշիլնա, թաննա, պասուստոլմանա, սուտիկ տոլմանա, փլավնա եւ մաքուր անարատ գինին, որ մատուցված է սեղաններին։ Ռաժանով ժինգալով հացը, այո, գյուղի բնորոշ է, կաթը զտում են, մաքուրը ռաժանը լցնում ժենգալով հացի մեջ։ Շատ լավ միջոցառում է, հաճախակի այսպիսի միջոցառումներ որ լինեն, երիտասարդությունը կոգևորվի, կնախաձեռնի, կգործեն, ուրախ մթնոլորտ գյուղացիների համար, ինչու՞ չէ նաև տատիկների համար։ Կորնիձորի ոսկե աշունն ավարտվեց հրավառությամբ, որպես նոր շունչ եւ վստահության քայլ դեպի խաղաղություն։ Համայնքի ղեկավարությունը խոստանում է, որ աշնան 7 գույները կդառնա տեղ համայնքի ամենամյա ավանդույթներից մեկը։ Այն կանցնի գյուղից գյուղ, հիշեցնելով, որ նույնիսկ սահմանին կարելի է ստեղծել տոն, հողի, աշխատանքի եւ խաղաղության շուրջ։ Արմինե Սիմոնյան, Լևոն Հակոբյան, Սյունիք Նյուզ։ Վարեմ ուսել ես անհամար